որապես համոզված եմ, որ եթե անգամ գնա հանրաքվեի, դա տապալվելու, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ոչ պատրաստ է, ոչ էլ կողմանան, որ Ալիևի եւ Էրդողանի ցուցումը Հայաստանի Հանրապետության սահմանադրություն փոխի։ Դա բոլորիս արժանապատվության, դա բոլորիս ուրեմն թասիբի նամուսի հարցն է։ Ինչ նշանակում թուրքերն ու ադրբեջանցիները պահանջեն, որ մեր սահմանադրությունը փոխի, ինքն էլ գա այստեղ բան անի, քարոզանի, որ մեր սահմանադրությունը, բայց ուր է այդ ինքնիշխանությունը, սուվերենությունը, այս մեկը, բայց որտեղ կորավ այդ ինքնիշխանությունը։ Դե իրանցի դեպքում օրինակ պատերազմող ասեց, եթե սահմանազատում չանեք պատերազմ։ Դե հիմա էլ ասում, դե մենք պատ ենք ստացել, հյուրերին ճակելա, այդ հյուրերին տանմա պատին, Ալիևներն իր հյուրերին, օտարերկրյալ դեսպաներին, բայց տանմա Շուշի, էսի պատի մոտա, տանում են Շուշի է, և այդ փշալարը կներեք, այդ փշալարը պատներ, մեր երկրի անվտանգություն չեն ապահովում, տեսնեք ինչ ամրաշինական աշխատանքներ է կատարում ադրբեջանական կողմը, կամ այդ փշալարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Բերդի տարածաշրջան կրակոցներ չի լինում։ Բա կներեք, այս մի քանի օր առաջ էր ընդամենը, ասում են Պարավաքար, Չինարի Այգեձոր գյուղերում Թշնամին ինտենսիվ կրակոցներ արի եւ սրանք ասում են ոչ թիրախային կրակոցներ ա։ Այսինքն որ մարդ չի մահացել, դա նշանակում է ոչ թիրախային, կամ մարախ ուղեղի կրակել են, կամ ինչքան էլ մեր վրա կրակեն, մենք գնալու ենք խաղաղության դարաշրջանի, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Ալես Սիմոնյանը ասում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսել են իրար հետ առևտուր անել։ Ուզում էի ճշտել Տավուշում պատրաստվում են ադրբեջանական կողմի հետ առևտուր։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե թշնամական պետությունը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա հավաքություն, ասում է արևմտյան Ադրբեջան, ցուցակներ է հրապարակում, ըստ այդ ցուցակների տարբեր տարածաշրջաններում պետք է ադրբեջանցիներով բնակել։ Ալես Սիմոնյանն ասում է Ոնց է պատկերացնում։ Բա Արցախն ու Հայաստանը դրանք նույն բաներն են։ Արցախը մեր մի մասնիկն է։ Արցախը բոլոր ժամանակներում համարվել է ազատ անկախ եւ դա համեմատել Հայաստանի Հանրապետության տարածքների հետ, այսինքն որ Ադրբեջանը հավաքություն ունի արևմտյան Ադրբեջանը, դա աբսուրդ է, դա ցինիզմ է։ Ոնց կարա նման համեմատություն լինել։ Արցախում էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում մի Արցախը հայաթափվել է հազարամյակներով ապրող արցախցի, որ իր հողը ջրում է եղել։ Էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում հայերենը զրկվել է։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա գեհական միշկի խումբն է ուզում լուծարել։